Հայտնություն 6-րդ գլուխ։ Տեսա նաև, որ գառը բացեց 7 կնիկներից մեկը, և 4 կենդանիներից մեկից լսեցի որոտի նման մի ձայն, որ ասում էր «Արի»։ Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, նրա վրայի հեծյալն աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու նա ելավ հաղթանակ հաղթանակի հետևից տանելու։ Եվ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր «Արի»։ Եվ մի ուրիշ, կարմիր ձի հայտնվեց, նրա վրայի հեծյալին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից և որպեսզի միմյանց սպանեն, նրան մի մեծ սուր տրվեց։ Եվ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր «Արի»։ Եվ ահա տեսա մի սև ձի, որի վրայի հեծյալն իր ձեռքին կշեռք ուներ։ Եվ 4 կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր «Մի կապիչ ցորեն մեկ դահեկանի և 3 կապիչ գարի մեկ դահեկանի, ձեթ ու գինուն վնաս չտաս»։ Եվ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր «Արի»։ Եվ ահա տեսա դեղնավուն մի ձի, որի վրայի հեծյալի անունն էր Մահ, իսկ դժոխքն էլ հետևում էր նրան։ Եվ նրան իշխանություն տրվեց աշխարհի 1/4 մասի վրա կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։ Եվ երբ բացեց 5-րդ կնիքը, զոհասեղանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահում էին։ Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև երբ, Տեր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։ Եվ նրանց տրվեցին սպիտակ հագուստներ և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա իրենց ծառայեկիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես մահվան պիտի ենթարկվեն։ Եվ տեսա, որ երբ բացեց 6-րդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ։ Արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։ Եվ երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես թզենու վաղահաս պտուղներ ուժգին հողմից շարժված։ Երկինքը պատռվեց ու գալարվեց մագաղաթյա գրքի պես։ Բոլոր լեռներն ու կղզիները տեղահան եղան։ Եվ երկրի թագավորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզորներն ու բոլոր ծառաները և ազատները թաքնվեցին քարայրներում և ժայռերի ծեպերում։ Եվ լեռներին ու բլուրներին ասում էին. «Ընկեք մեզ վրա, ծածկեք մեզ գահի վրա նստողի երեսից և գառան բարկությունից, քանի որ եկավ նրա բարկության մեծ օրը, և ով կարող է դիմանալ»։